Երբ մենք այսօր մտածում ենք հզորության, հարստության և գերիշխանության մասին, մեր հայացքն ակամա ուղղվում է դեպի արևմուտք։ Բայց դարեր շարունակ երկրագնդի տնտեսական առանցքը պտտվում էր բոլորովին այլ ուղղությամբ։ Աշխարհի սիրտը իրականում բաբախում էր արևելքում։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ դար երիտասարդ ու անպարտելի Ալեքսանդր Մակեդոնացին նվաճել էր Հունաստանը։ Նրա առաջ բաց էր ողջ Եվրոպան։ Նա կարող էր շարժվել դեպի արևմուտք, նվաճել հռոմեացիների նախնիներին, հասնել Ատլանտյան օվկիանոս, բայց Ալեքսանդրը չխորացավ Եվրոպայում և փոխարենը իր բանակն ուղղեց դեպի արևելք։ Ինչու՞։ Պատասխանը հստակ է։ Որովհետև արևմուտքում այդ ժամանակ ոչինչ չկար։ Արևմուտքը աղքատ էր, այնտեղ չկային հարուստ քաղաքներ և մեծ շուկաներ։ Ողջ հարստությունը, ոսկին և քաղաքակրթության շքեղությունը արևելքում էր։ Հիշեք այդ ժամանակների հին Եգիպտոսը, հին Միջագետքի եռացող քաղաքները, Աքեմենյան Պարսկաստանը և ինչու ոչ, հենց այդ դարաշրջանի հարուստ հայոց աշխարհը։ Տնտեսական պատմագիրների հաշվարկներով այդ դարաշրջանում համաշխարհային հարստության, բնակչության և արտադրողականության ավելի քան 80%-ը կենտրոնացած էր հենց այս տարածաշրջաններում, այսինքն այն վայրերում, որոնք հավաքականորեն արևելք ենք անվանում։ Արևելքը տնտեսապես գերիշխող էր, մինչդեռ արևմուտքը կարող էր առաջարկել միայն կոպիտ ռազմական ուժ։ Այդ կոպիտ ռազմական ուժի շնորհիվ Ալեքսանդրը ջախջախեց Աքեմենյան Պարսկաստանը, բայց հենց այստեղ է թաքնված ամենամեծ ինտրիգը։ Մեզ միշտ պատմում են, թե Ալեքսանդրը հելենիզմ էր տարածում ամենուրեք, թե նա հունականացնում էր արևելքի քաղաքները, քաղաքակրթություն էր բերում, բայց նկատել եք մի զարմանալի փաստ։ Նա ոչ միայն չէր շտապում վերադառնալ ետ դեպի եվրոպական քաղաքակրթությունը, այլև իր կայսրության նոր մայրաքաղաքը հռչակեց Բաբելոնը, այդպես էլ չվերադառնալով Եվրոպա։ Ինչու՞։ Որովհետև արևելքը կլանեց Ալեքսանդրին։ Մակեդոնիայի կոպիտ լեռների զավակը պարզապես ապշեց պարսկական պալատների նրբագեղությունից և հարստությունից։ Նա սկսեց կրել արևելյան շքեղ արքայական հագուստներ, ընդունեց նրանց թագն ու արքունական բարքերը։ Նա բառացիորեն որդեգրեց այն մարդկանց կենսակերպը, ում նա հենց նոր գրավել էր։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հենց իրենք պարսիկները դարեր շարունակ անում էին ճիշտ նույն բանը։ Նոր տարածքներ նվաճելիս պարսիկները սովորաբար չէին ոչնչացնում տեղի մշակույթը։ Նրանք որդեգրում էին Եգիպտոսի և Միջագետքի շքեղ էթիկետը, հարգում էին տեղի աստվածներին ու հավատալիքները, որոշ առումներով նույնիսկ փոխառում կամ ընդունում էին նվաճված ժողովուրդների կենսակերպը, հագուստները նրանց և այլն։ Սա պատմության ամենակարևոր օրինաչափությունն է։ Արևելքում նվաճողը միշտ դառնում է նվաճված, որովհետև մշակութային և տնտեսական հզորությունը միշտ ավելի ազդեցիկ էր, քան սուրը։ Պարսիկները հաղթեցին Միջագետքին, բայց դարձան դրա մի մասը։ Ալեքսանդրը հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին, բայց ինքն էլ վերածվեց արևելյան միապետի։ Մեզ թվում է, թե աշխարհաքաղաքական այս շրջադարձերը նորություն են, բայց նայեք մերօրյա իրականությանը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավը Դոնալդ Թրամփի գլխավորությամբ իր տնտեսական հայացքը Եվրոպայից ավելի ու ավելի հաճախ թեքվում դեպի մերձավոր արևելք, դեպի մի տարածաշրջան, որին այսօր արդեն բացահայտ Միացյալ Նահանգների վերնախավում անվանում են նոր դինամիկ Եվրոպա։ Սա պատմության հերթական հավերժական պտույտն է։ Հենց որ արևմուտքը կանգնում է տնտեսական լճացման առաջ, նրա ուշադրությունը ինքնաբերաբար շրջվում է դեպի արևելք, այնտեղ, որտեղ փողն է, էներգիան և մեծ ենթակառուցվածքները։ Այնինչ այսօր անում է Վաշինգտոնը, 2400 տարի առաջ անում էր Ալեքսանդր Մակեդոնացին։ Ալեքսանդրը մահացավ երիտասարդ, բայց նրա արշավանքները կատարեցին մի կարևոր գործ։ Նրանք ստեղծեցին տնտեսական ու մշակութային կամուրջներ Միջերկրական ծովի, Իրանի ու Կենտրոնական Ասիայի միջև։ Ալեքսանդրի նվաճումների արդյունքում ստեղծվեց այն եռացող կապակցված աշխարհը, որին դարեր անց միանալու էր Չինաստանը, սկիզբ դնելով Մետաքսի մեծ ճանապարհին։
Եվ որ մեզ համար կարևոր է, ժամանակի ընթացքում հայկական լեռնաշխարհը դարձավ աշխարհաքաղաքական այն ոսկե դարպասը, որով արևմուտքի և արևելքի ապրանքներն ու գաղափարները շարժվում էին միմյանց ընդառաջ։ Առևտրի այս գլոբալ ակտիվացումը ժամանակին հայոց աշխարհը վերածեց տարանցիկ տնտեսության հզորագույն հանգույցի, հիմք դնելով հարուստ քաղաքների և բերդերի ծննդին։ Եվ այս պատմությունը երբեք չի ավարտվել։ Այն պարզապես կատարում է իր հերթական աշխարհաքաղաքական շրջապտույտը։ Այսօր այդ շրջապտույտն ավելի քան տեսանելի է մեզ համար։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, իսկ այժմ արդեն Դոնալդ Թրամփի վարչակազմերի աճող ուշադրությունը Հարավային Կովկասի և հատկապես Հայաստանի նկատմամբ ամենևին պատահականություն չէ։ Սա ուղիղ հակազդեցությունն է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ նախագծին, որն այլ կերպ անվանվում է Նոր Մետաքսի ճանապարհ նախագիծ։ Նոր Մետաքսի ճանապարհները կրկին անցնում են մեր տարածաշրջանով, Զանգեզուրի միջանցք կոչվածով, որն արդեն այսօր անվանում են TRIP։ Խաղադրույքներն այսօր ավելի քան բարձր են։ Չինաստանն արդեն ինչքան ժամանակ է փորձում է ամրապնդել իր տրանսպորտային միջանցքները դեպի Եվրոպա։ Այդ ֆոնին սկսվեց Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, որն ամրապնդվեց ենթակառուցվածքների զարգացմամբ և Բաքվի կողմից չինական բեռների համար կանաչ լույս վառելով։ Հենց այդ չին-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի ֆոնին է, որ Միացյալ Նահանգները կտրուկ ակտիվացնում է իր ներկայությունը Հայաստանում։ Վաշինգտոնը հստակ հասկանում է, ով վերահսկում է Կովկասի տրանսպորտային ուղիները, նա վերահսկում է արևելք-արևմուտք առևտրային զարկերակը։ Հազարամյակներ անց աշխարհի մեծ խաղացողները դարձյալ պայքարում են նույն միջանցքների, նույն լեռնանցքների և նույն աշխարհագրության համար։ Խաղի կանոնները նույնն են, փոխվել են միայն խաղացողները։ Հարցը այն է, թե ով է հաղթելու այս մրցավազքում և կառավարելու այս ճանապարհները։ Թերևս այսօր այսքանը։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում և բաժանորդագրվեք Word and Me Project-ի ալիքին Մետաքսի ճանապարհների հաջորդ գաղտնիքները բաց չթողնելու համար։